Ապրիլի 21-ին Երևանում սկսվեց ցեղասպանագիտության շաբաթ միջոցառումը, որը կազմակերպել է Նյումեգ հրատարակչությունը ՀԲԸՄ Հայաստանի հետ։ Հատուկ այս իրադարձության համար Երևանում հավաքվել են հայ եւ միջազգային փորձագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ, գրողներ։ Հայաստան են ժամանել թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ Թաներ Ակչամն ու շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզը։ Միջոցառման առաջին օրը ներկայացվեց ամերիկահայ ճանաչված ցեղասպանագետ Վահագն Գնդադրյանի հայտնի աշխատությունը «Հայոց ցեղասպանության պատմությունը» հայերեն թարգմանությամբ։ Վահագն Գնդադրյանի այս գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1995-ին։ Հեղինակը վերլուծում է հայոց ցեղասպանության պատմական զարգացումները, ընդգծում էթնիկ հակամարտությունների դերը Բալկաններից մինչև Կովկաս։ Աշխատությունը հիմնված է թուրքական, գերմանական եւ ավստրիական պաշտոնական արխիվային փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության վրա։ Դադրյանը գիտական շրջանառության մեջ է դրել բացառիկ ու կարևոր վավերագրեր։ Դրանք վերլուծել է պատմական, միջազգային, իրավական, քրեագիտական, հասարակագիտական մոտեցումներով եւ ձևակերպել հայոց ցեղասպանության գիտական բնորոշումներ ու սահմանումներ։ Ապրիլի 22-ին տեղի ունեցավ հանդիպում թուրք պատմաբան Թաներ Ակչամի հետ, ներկայացվեց Ակչամի հայերեն թարգմանված գիրքը «Ցեղասպան պետության ակունքները»։ Այն 1918-ից 23 թվականներին Թուրքիայի հանրապետության ձևավորման եւ այնտեղ ապարտեիդի ռեժիմի կառուցման մասին է։ Թուրք գիտնականի այցը Հայաստան կազմակերպել է Ex Oriente Հայաստանի արևելագետների միությունը։ Թաներ Ակչամի գործունեությունը կախված չէ քաղաքական զարգացումներից, վայրիվերումներից։ Թաներ Ակչամը մարդ է, որը իր ողջ գիտական կյանքը նվիրել է ցեղասպանության հարցի ուսումնասիրմանը։ Եվ իր հետաքրքրության շրջանակներում ոչ թե այն փաստն է եղել է ցեղասպանություն, թե ոչ, այլ ինչպես է դա իրագործվել, որոնք են եղել այն գործոնները, որոնք հնարավոր են դարձել այդ մարդկության դեմ ահավոր ոճերի իրականացումը։ Ցեղասպան պետության ակունքները կամ 100 տարվա ապարտեիդ գրքում Թաներ Ակչամը քննադատում է Թուրքիայի հանրապետության 100 տարվա պատմությունը եւ ընդգծում դրա կառուցվածքային խնդիրները, ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա ցույց է տալիս, որ երկրի հիմնադրման պաշտոնական պատմությունը խեղաթյուրված է եւ ծառայում է ռեժիմին։ Ակչամի կարծիքով Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության եւ ճնշումների վրա, ինչը հիշեցնում է ապարտեիդի համակարգի գործելավոճը։ Ակչամն առաջարկում է պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից, առանց պետական քարոզչության, կոչ է անում ընդունել անցյալի սխալները, որպեսզի Թուրքիան կարողանա կառուցել ավելի ազատ եւ արդար հասարակություն։ Իմ գլխավոր նպատակներից էր Թուրքիայում քննարկումներ սկսել այն մասին, թե ինչու այնտեղ չի հաստատվել դեմոկրատական ռեժիմ, որոնք են դրա պատճառները, թեպետև բոլորը դրա մասին են խոսում։ 2019-ին սկսեցի գիրքը, որը լույս տեսավ 2023-ին, 3 ամսում 4 տպաքանակ սպառվեց, ահռելի քանակ էր։ Ես արտասահմանում եմ ապրում։ Ներկայի Թուրքիան դեմոկրատական չէ։ Այդուհանդերձ իմ գիրքը մեծ ներազդեցություն ունի։ Իմ գրած բոլոր գրքերը նախ թուրքերեն եմ հրատարակում։ Մենք պետք է կրթենք ինքներս մեզ։ Ընդունենք, որ խնդիր կա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, Թուրքիայի եւ Թուրքիայում գտնվող տարբեր էթնիկ խմբերի միջեւ, որովհետեւ պատմությունը լավ չգիտենք։ Իմ ուսումնասիրությունը հրատարակելով թուրքերեն ես ներդրում եմ կատարում իմ ժողովրդի կրթության գործում։ Հայերեն այս հրատարակությունը երկրորդն է։ Թուրքիան համարվում է ժողովրդավարական պետություն, բայց չունի եւ չի ունեցել ոչ մի քրիստոնյա եւ հրեա բարձրաստիճան պաշտոնյա։ Թուրքական պետության կայացումը 1918-ից 23 թվականներին Թուրքիայում դիտարկվում է որպես անկախության եւ ժողովրդավարության համար պայքար, մինչդեռ այդ պետության հենց առաջին իսկ ընտրություններին հրաման է եղել, որ ոչ մի քրիստոնյա ընտրության չմասնակցի։ Անգամ հայերին աշխատանքից ազատելու հրաման է եղել։ Նման օրինակներ բերեց թուրք պատմաբանը, հավաստիացնելով, որ նմանօրինակ փաստերը շատ են, նյութը մեծամասամբ բաց ու հասանելի, պարզապես անհրաժեշտ է ուսումնասիրել այս տեսանկյունից։ Երեք հիմնական աղբյուրներ ունեմ։ Մեկը այսպես կոչված երկրորդական գրականությունն է, թուրքական պետության 20-ականները եւ 30-ականները լայնորեն ուսումնասիրված են հրաշալի եւ առաջադեմ բազմաթիվ գիտնականների կողմից, որոնք շատ բան են հրատարակել այս շրջանի վերաբերյալ։ Երկրորդը ես լայնորեն օգտագործել եմ գազետ թուրքական պաշտոնաթերթը, որտեղ հրատարակվել են պետական բոլոր օրենքներն ու կարգավորումները եւ այդ տեղեկությունները հասանելի են բոլորին։ Երրորդ աղբյուրը հանրապետության արխիվն է։ Ցավոք դա այնքան էլ հարուստ արխիվ չէ, նրանք դեռ մեծական
քանակ նյութ են թաքցնում փակի տակ։ Քանի որ չեմ կարող Թուրքիա գնալ, շուրջ 2 տասնյակ հեռավար հանդիպումներ եմ ունեցել տարբեր խմբերի հետ։ Նաև գրքարշավով եղել եմ Գերմանիայի 7 քաղաքներում։ Վաճառում էինք թուրքերեն հրատարակությունները։ Գրքարշավով նաև Ֆրանսիայում եմ եղել։ Ամենուրեք գրքի հանդեպ ահռելի հետաքրքրություն կար։ Մինչ այդ երբեք չէի առնչվել նման վերաբերմունքի հետ։ Իր գրքերի եւ հրապարակումների բերումով Թաներ Աքչամը վտարանդի է, ապրում է Միացյալ Նահանգներում։ Հայերեն թարգմանված նրա 3 գրքերն էլ մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանում։ Ոչ թե հետաքրքրությունը Թաներ Աքչամի գրքերի նկատմամբ, այլ չի մարում հետաքրքրությունը ցեղասպանության պատճառների ու հետևանքների մասին, որովհետև Նյումեգ այս ընթացքում օրինակ գրել է գրքեր, թե ինչ եղավ այն հայերի հետ, որոնք մնացին Թուրքիայում, ինչպես Թուրքիան վարվեց նրանց հետ։ Հետևաբար մեզ թվում է, թե հատկապես ոչ գեղարվեստական գրականությունը ցեղասպանության մասին կարող է հոգնեցնել, բայց ճիշտ հակառակը մենք տեսնում ենք նոր ալիք հետաքրքրության, երբ որ մարդիկ գնում են գրքեր, որոնք որ նոր էջեր, նոր դիտանկյուն կամ նոր շերտեր են բացահայտում մեր ոչ հեռավոր անցյալից։ Դա մեր պատմության մի մասն է, որը մենք երբեք չպետք է մոռանանք, պետք է միշտ ուսումնասիրենք եւ խրախուսենք բոլոր այն գիտնականներին, լինեն հայ թե օտարազգի, որոնք շարունակում են դրանով զբաղվել։ Միջոցառման ժամանակ ներկայացվեց նաև վիրավոր արծիվը Լեռնային Ղարաբաղի պատերազմը հայերեն-ֆրանսերեն երկլեզու գիրքը։ Շվեյցարահայ լուսանկարիչ եւ լրագրող Դեմիր Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը 2020-ից 2023 թվականներին։ Գիրքը փոխանցում է պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները։ Լուսանկարներն ուղեկցվում են նոթերով, որոնք ընթերցողին տեղափոխում են Մարտի դաշտ, Ստեփանակերտի փողոցներ եւ պատերազմական իրականություն։ Գիրքը փաստագրական արժեք ունի, հիշողության վկայություն է, հարգանքի տուրք զոհվածներին եւ սթափության կոչ համայն մարդկությանը։